Տեսեք, կարող ենք երկար հիմա խոսել աշխարհաքաղաքական փոփոխությունների, Հայաստանի դերի եւ Հայաստանից ակնկալվող զիջումների նպատակահարմարության մասին, բայց չեմ ուզում այսօր շատ կենտրոնանամ հենց այդ խնդրի վրա, թեպետ ձեր մատնանշած խնդիրը կա, այո։ Հայաստանը այսօրվա ղեկավարության դեմքով ներկայանում է աշխարհին, հատկապես արևմտյան երկրներին, որպես ամեն ինչի պատրաստ երկիր։ Երկիրով պատրաստ է սեփական շահերը ուրանալ, սեփական արժեքները մոռանալ։ Ես մի բան ձեզ ասեմ, էլի, տեսեք, շատ բաց խոսում ենք։ Հակառուսականություն կարող է լինել տարբեր երկրներում։ Տարբեր երկրներում այդ հակառուսականությունը կա։ Բոլոր երկրներում բացի Հայաստանից հակառուսականությունը ազգային է, այսինքն ուղեկցվում է ազգայինի արժևորմամբ, ազգայինի մասին միֆեր, լեգենդներ, քարոզչություն անելով։ Միակ երկիրը, որի գլխին ջարդվում է ապազգային հակառուսականությունը, դա Հայաստանն է։ Այդ հարցը չի ծագում մեզ մոտ, ինչու՞։ Չէ՞ որ կարելի է լինել լիբերալ եւ արևմտամետ եւ լինել ազգային, ինչպես բազմաթիվ Հայաստանում գործիչներ այդպիսիք եղել են, կան եւ վստահ եմ կլինեն։ Օրինակ Ռաֆի Հովհաննիսյանը եւ լիբերալ է եւ ազգային է, եւ արևմտամետ է եւ ազգային, եւ այդպիսի բազում անուններ գիտենք։ Ինչու է այսօրվա իշխանությունը ասում մենք արևմտամետ ենք կամ իրականացնում է այդպիսի գործողություններ, որը միաժամանակ ապազգային է։ Ակնհայտ է, որ հիմնական թիրախը ապազգայնությունն է, ոչ թե գեոպոլիտիկ վեկտորը։ Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր բանը ջնջել հայի օպերատիվ, այսպես ասած, հիշողությունը եւ երեկվա նախարարի ասուլիս արդեն հիշատակեցի, դա մի խայտարակությունների շարան էր, բայց մարդը խոստովանեց մի կարևոր բան, եկեք վերսի ասեց հետեւյալը, երբ որ փորձում էր հիմնավորել, թե ինչու են կալանքները այդքան շատ, ասեց շատ քիչ մարդ է հետո արդարացվում դատարաններով։ Առաջինը, դնում ենք մի կողմ, որ դատական իշխանությունը կախյալ է եւ իրանց կայացած վճիռները քաղաքականացված է։ Այսինքն տիկին նախարարը երեք խոստովանել է, որ կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ պատժի։ Եթե նա կալանքի փաստը կապում է հետո վերջում մեղադրական դատավճռի հետ, նա ընդունում է եւ իր ենթագիտակցությունը Ֆրեյդով այսպես ասածի հայտ է գալի, որ այդ կալանքները պատիժ են, ոչ թե խափանման միջոց։ Այն ինչի մասին մենք խոսում ենք, այն ինչի մասին խոսում են խիղճը չկորցրած իրավապաշտպանները։ Պարոն Աշոտյան, տեսեք, երեք նաեւ կրոնական Եվրոպայի կրոնական կազմակերպության կրոնական ֆորումն է արձագանքել Հայաստանի իշխանությունների կողմից հայ առաքելական եկեղեցու թիրախավորման հանգամանքին, նշել դրա անընդունելիությունը, այս ուղերձները, անգամ եթե դրանք բավականին օբյեկտիվ են, կարող են ինչ-որ բան փոխել Հայաստանի իրականության մեջ։ Ես վստահ եմ, որ առաջի փոխողը հայ իրականության մեջ փոփոխությունների կրողը հայ ժողովուրդն է։ Դրսից կարող ենք ակնկալել բարոյականություն, կարող ենք եւ այդպիսի բազմաթիվ դեպքեր կան։ Եթե ոչ քաղաքական կառույցներից, ցավոք, ապա ձեր մատնանշած միջազգային իրավապաշտպան կրոնական կառույցներից, առանձին լրագրողներից եւ առանձին եվրոդեպուտատներից, որոնք անգամ այս դահլիճում բարձրաձայնում էին Հայաստանում տիրող խայտառակ վիճակի մասին։ Եթե խոսում ենք կոնկրետ Եվրոպայի խորհրդի մասին, ապա եկեք արձանագրենք, որ Եվրոպայի խորհուրդը այսօր դարձել է յուրահատուկ լանդրոմատ Նիկոլ Փաշինյանի համար, որը փորձում է Նիկոլի վրայից մաքրել բոլոր տեսակի մեղքերը։ Այդ լանդրոմատը, այդ իմիջի լվացման գործընթացը Եվրոպայի խորհուրդը անում է բացահայտ կոռումպացված ձևով, բոլոր ավտոկրատներին Եվրոպայի խորհրդից իբր հեռացրել է, չէ՞։ Բելարուսը չկա իրենց դիտարկմամբ, Ռուսաստանը չկա, Ադրբեջանի պատվիրակության բաները արկախված է։ Այդ մենակ Նիկոլն է մնացել։ Այսինքն ավտոկրատներին բոլորին պատժել են իրանց դիտակցմամբ, բայց Նիկոլին չեն պատժել։ Այստեղ հարցեր է, չէ՞ առաջանում։ Եվ այդ հարցերը ունեն շատ հստակ պատասխան։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն է, դեռ ցավոք, ավաղ, ամոթ, բայց հայկական իշխանություն չէ։ Ժողովուրդը ինչպես պետք է փոխի իրականությունը։ Չհանդուրժելով ամենակարևորը։ Ամենակարևորը ցույց տալու թե մինչև ընտրությունները։ Տեսեք, հիմա մենք եթե խոսենք ընտրությունների մասին, ապա կառաջանան որոշակի տարաձայնություններ այստեղ հավաքված մարդկանց միջև,